Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է, բարև ձեզ պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ մեջբերն ընդունելու համար, պարոն Սուրենյանց, Գյումրու ընտրությունները, դրանց արդյունքները, Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետ դառնալ չդառնալու հարցը բոլորիս ուշադրությունը առժամանակ շեղել է անվտանգային խնդիրներից, շեղել է խաղաղության պայմանագիր ասվածից, մինչդեռ շեղված չէ այդ հարցերից հակառակորդ երկրի ղեկավարը Ալիևը, որը հերթական անգամ խոսել է այն մասին, որ Հայաստանը մի վերջին շանս ունի Բաքվի հետ այդ պայմանագիրը կնքելու համար եւ պնդել է, որ Բաքուն Հայաստանից պահանջում է ճանապարհ Նախիջևանին կապվելու համար, ճանապարհ, որը չի ենթարկվի մաքսային հսկողության։ Եվ միևնույն ժամանակ ասել է, որ դեռ շանս կա այդ խաղաղության պայմանագիրը կնքելու վերջին շանս։ Տեսեք, իսկապես մեր քաղաքական հանրային կյանքում էլի դարձյալ մենք բևեռացված, չափազանցված դիրքորոշումների կրող ենք այդ ձեր նախաբանի հետ կապված։ Գյումրին նկատմամբ։ Մի կողմից Գյումրիի ընտրությունը ֆետիշ ասվում է այն աստիճանի։ Այո, որ մենք չենք տեսնում մեր քթի տակ ռեգիոնում ինչեր են կատարվում, իսկ կողմից Գյումրու դերը ընդհանրապես նսեմացվում է, երկու մոտեցումներն էլ սխալ են, այնուամենայնիվ քաղաքական շատ կարևոր իրադարձություն էր, բայց այն դարակազմիկությունը չուներ, որը հետընտրական փուլում փորձվեց հրամցվել, ես կարծում եմ սա արհեստական աղմուկ էր ինչ-որտեղ, չգիտեմ ինչ նպատակներով, ավելի շուտ ակտորներից յուրաքանչյուրը իր նպատակները ուներ, ինչ վերաբերում է ձեր հարցին, որը բնականաբար շատ ավելի լուրջ ու մտահոգիչ է, այո, Ալիևը այսօր դարձյալ կրկնել է շատ հայտնի պահանջներ, սահմանադրության փոփոխության մասին էլի խոսել, իդեպ այստեղ շատ կարևոր մի դիտարկում ես ունեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանի թիմակիցները արտառոց հայտարարություններով են արդեն հանդես գալիս, բայց Ալիևը ըստ էության ինչի մասին է խոսել, Ալիևը ըստ էության խոսել է մի կողմից նրա մասին, որ մինչև իրենց բոլոր նախապայմանները չբավարարվեն, մենք նույնիսկ այդ թղթի կտորը չենք ստանա, որը էլի չի երաշխավորում որևէ խաղաղություն, մյուս կողմից նա ասել է, որ այս պահին որևէ փաստաթուղթ էլ չի ստորագրելու։ Եվ ակնհայտորեն Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների համատեքստում այլ բան Ալիևից պետք չէր սպասել։ Ինչու պետք չէր։ Որովհետև տեսեք, նա ի տարբերություն հեծանիվ քշող Նիկոլ Փաշինյանի ու միայն դա որպես ձեռքբերում ներկայացնող Նիկոլ Փաշինյանի ունի ստրատեգիական հաշվարկ։ Նա շատ լավ հասկանում է, որ Իրանի շուրջ զարգացումները կարող են էսկալացիոն բնույթ ստանալ։ Շաբաթ օրը, ինչպես գիտեք, Ուիտքոֆի եւ Արաքչի բանակցություններն են նախատեսված Օմանում, Միացյալ Նահանգների եւ Թեհրանի, նույնիսկ բանակցությունների ձևաչափի շուրջ Թեհրանն ու Վաշինգտոնն ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ։ Մեկը պնդում է ուղիղ բանակցությունների անհրաժեշտության վրա Թրամփը, Իրանը միջնորդավորված, ընդ որում այդ միջնորդավորվածը ըստ շատ հեղինակավոր լրատվամիջոցների միջազգային լինելու է մոտավորապես այսպես տարբեր սենյակներում նստելու են պատվիրակությունները Օմանի պաշտոնյաների միջոցով հաղորդագրություններ փոխանակեն։ Ահա հավասիկ Ալիևը հասկանում է, որ Իրանի շուրջ զարգացումները կարող են էսկալացիոն բնույթ ունենալ։ Այսինքն կարող է Իրանի շուրջ զարգացումների ֆոնին ձեռքերը շփել եւ Սյունիքի ուղղությամբ ինքը քայլերի դիմել։ Դուք ինքներդ պատկերացրեք։ Այդ պարագայում Ադրբեջանի դերը կրկնակի պատճառով ստրատեգիական դերը աճում է։ Մի դեպքում նա պլազդարմ է դառնում Միացյալ Նահանգների, Իսրայելի, մյուսների համար։ Մյուս կողմից նա դառնում է Իրանում ադրբեջանական անջատողականության խթանիչ։ Իսկ ստրատեգիական դերակատարությունը Իրանի Ադրբեջանի անկամներով աճելու է, իսկ դա Սյունիք ներխուժման բավարար նախապայմաններ կարող է ստեղծել։ Դրա համար են ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունները, թե իբր հայկական կողմից հենց Սյունիքի հատվածում կրակում են իրենց ուղղությամբ։ Նաև դրա համար, բայց դա առհասարակ սահմանային լարվածությունը վերջին օրերի ինչով է պայմանավորված։ Դա Ադրբեջանի հայտնի
մարտավարական հնարքներից մեկն է շանտաժով ինչ-որ բան կորզել Հայաստանից, դրանք կարող են բերել էսկալացիայի կամ չբերել։ Էսկալացիա կայի, նկատի ունեմ ռազմական մեծ գործողությունների կարող են բերել կամ չբերել, բայց այդ արանքում Ադրբեջանը լուծում է իր համար շատ կարևոր խնդիրներ։ Իսկ հայկական կողմին անդադ հակում է զիջումների, մյուս կողմից անհանգստության եւ տագնապի մեջ է պահում Հայաստանի հասարակությանը, նրան հակելով ավելի հարմարողական դառնալ հնարավոր զիջումների նկատմամբ։ Բայց մեծ պատերազմի Ադրբեջանը կգնա, եթե իմ ասած այդ խիստ անբարենպաստ զարգացումը հանկարծ Իրանի շուրջ տեղի ունենա։ Ասացիք հնարավոր զիջումներին հայ հասարակությանը նախապատրաստում են։ Փաշինյանի կինը գնալու է Սյունիք, կրթվել է նորաձև է իր հեղինակած ակցիայի շրջանակում եւ Փաշինյանը գնալու է Սյունիք դասախոսությամբ է հանդես գալու։ Ուզում հասկանալ, սյունեցիների զգոնությունը բթացնելուն միտված է հաշվի առնելով Սյունիքի աշխարհագրությունը եւ Սյունիքի շուրջ պտտվող զարգացումը։ Գիտեք, այդ դասախոսությունները ըստ էության նրա մասին են, թե ինչպես թաղել երրորդ հանրապետությունը եւ ինչպես դառնալ ադրբեջանական ենթապետություն։ Այդ կրթվել է նորաձև է բան է, ճռճռան գեղեցիկ բառերը եթե անենք, կրթությունը անհրաժեշտություն է, ոչ թե նորաձևություն։ Եթե այդ գրագիտություն ունենային, այդ հիմար արտահայտությունը չընտրեին, շատ ավելի լավ կլիներ։ Բայց իրենց խոսույթը ըստ էության ինչ է, իրենց խոսույթը այն մասին, հա, որ մենք պետք է կաշկանդված չլինենք պատմությամբ, մենք չպետք է ունենանք հավակնոտ տեսլականներ, մենք պետք է յոլա գնացող մի ժողովուրդ լինենք, առանց հիշողության, առանց ինչ-որ տեսլականների։ Սրա մասին է անհանգստացնում։ Որովհետև տեսլականը մեզ խնդիրների առաջ է կանգնեցնում եւ մեզ ստիպում է անընդհատ պատերազմների մեջ լինել։ Բայց ով ասում անիրական տեսլական ունենալ։ Տեսլականը կարող է էլի շատ լուսավոր լինել, բայց իրական լինել։ Հիմա, տեսեք։ Ըստ էության երրորդ հանրապետությունն էլ ես ուզում եմ ասել, որ անիրական որևէ թեզի վրա կառուցված չի եղել։ Արցախի հայկականությունը ինչի ֆանտաստիկայի ժանրից էր, չէ որ 3000 տարի այդ հողը հայկական էր։ Չէ որ իրենից առաջ որևէ ղեկավար նույնիսկ Արցախը ճանաչելու կամ Հայաստանի մաս դարձնելու մասին հրապարակավ չէր խոսել։ Հայկականության խնդիր էր լուծվում Արցախի ըստ էության, սուբյեկտության, հա։ Բոլորն էլ հասկանում էին, որ այդ կարգավիճակի մյուս հարցերը շատ բարդ հարցեր են եւ հրապարակային լայքեր ու ծափեր բերող հայտարարություններից պետք է ձեռնպահ մնալ։ Գլենայք Սրբուի Գալյան ինչ է ասում։ Սահմանադրությունը պետք է լինի այնպիսին, որ տարածաշրջանի համար խնդիրներ չստեղծի։ Ուրիշ հայտարարություն էլ արել։ Արտարոց։ Գինեսի գրքին նմուշ։ Որը նկատի ունեք։ Ասել է, որ առանց հայեցակարգի միանգամից պետք է գնանք սահմանադրության տեքստի գրմանը։ Ինչ է դա նշանակում։ Դրանք սահմանադրական նոր սահմանադրությունը կամ սահմանադրական փոփոխությունը չի կարող հայեցակարգ չունենալ։ Այսինքն չունենանք ռազմավարություն, ուղղակի չունենք տեքստ։ Ինչի շուրջ է ձևավորվելու հանրային եւ քաղաքական կոնսենսուս։ Տեքստի շուրջ չի ձևավորվում դա։ Տեքստը իրավաբանական ինչ-որ տերմիններ են, որը քաղաքացիներից մեծամասնությունը չի կարդում, բայց հայեցակարգը դա այն է, որ դրվում է հանրային քննարկման, հասարակական քաղաքական կոնսենսուս է դրա շուրջ ձևավորվում։ Այսինքն իրենց ասած իրական Հայաստան ասված անգամ հայեցակարգի տեսքով չեն տալու։ Որովհետև ճիշտ է Սրբուի Գալյանը ասում։ Չգիտեն իրական Հայաստանի տարածքը։ Նիկոլներն ու Սրբուի Գալյանները ինքը անկեղծ խոստովանություն արի ակամայից։ Ընդամենը տեքստ գրող են, որտեղ նոր սահմանադրության հայեցակարգը մշակվել է Բաքվում։ Հայաստանի նոր սահմանադրության հայեցակարգը մշակվել է Բաքվում։ Սրբուի Գալյանը ճիշտ ասում, ուղղակի պետք է գնան իրենք տեքստը գրեն։ Խոսեցիք սահմանադրության մասին, Արար հիմնադրամը հետազոտություններ սոցիոլոգիական իրականացրել, մասնավորապես Ադրբեջանի պահանջով համաձայն է Հայաստանի սահմանադրությունը փոխել թե ոչ, 96%, եթե թիվը ճիշտ եմ հիշում, ասել է ոչ։ Բազմաթիվ են նաև սոցիոլոգիական հարցումները, Գելափի սոցիոլոգիական հարցումները կան։ 67%-ը հաստատ այո չի ասի։ Ահա, չի ասի։ Հետևաբար ինչ են անելու։ Տեսեք, ամենամեծ դավաճանությունը այն էր, որ Նիկոլ Փաշինյանը իսկ Ամիր Բեկով այդ մասին շատ ուղիղ տեքստով է հայտարարել։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հարցը դարձել է հայ-ադրբեջանական բանակցային
օրակարգի մաս։ Փոխարենը արցախցիների Արցախ վերադառնալու հարցը չի դարձրել, ինչպես ասել է ԱԳՆ-ն։ Այո, եւ ընդհանրապես մի հատ խնդրանք է Ստամբեգովի Փաշինյանը արել, խնդրել այդ ավելի ուշ անել այդ համանadrության ընդունումը, այն էլ որպեսզի չխանգարի իր վերարտադրության process-ը։ Բայց Բաքվում դրան ինչպես տեսնում ենք համաձայն չեն։ Այսինքն նա քննարկել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ Հայաստանի համանadrության հարցը։ Եվ հարցը մտցրել է մի հատ վտանգավոր փակուղի։ Ինքը շատ էլ լավ գիտի, որ Հայաստանի Հանրապետության նոր համանadrությունը Ադրբեջանի պահանջով չի ստանալու, այո։ Բայց այդ դեպքում սարսափելի մի հեռանկարի առաջ ենք կանգնելու։ Ստացվելու է, որ Նիկոլ Փաշինյանը Կուրսկ պատրելով կողմ էր խաղաղությանը եւ ահա Հայաստանն ու հայ ժողովուրդը, քանի որ դարձրել է դա խաղաղության գործընթացի մաս Նիկոլ Փաշինյանը, դեմ արտահայտվեցին խաղաղությանը։ Նկատի ունեք փաթեթավորումն այլ է լինելու։ Իհարկե, Ադրբեջանը դա մեկնաբանելու է, Որքան ուզում է թող մեկնաբանի հիմա։ Բայց Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, համանadrության փոփոխության մասին 19 թվականից եմ խոսում։ Միջև Ալիևի ասել է։ Որն է հայցակարգը, ես էլ հարցնում եմ։ Եթե ներքին մոտիվներով համանadrությունը փոխում, առնվազն 4-5 մոտիվ դինշես, ներքին օրինակ կառավարման համակարգի վերանայում։ Ոչ, չկա փոփոխություն։ Օրինակ դատական համակարգի վերափոխում չկա։ Օրինակ ինքը մի հատ ներքին խնդիր է նշել լեգիտիմության հարցը, ճիշտ է։ Նախ եթե համանadrությունները լեգիտիմ չեն, միջև հիմա գոյություն ունեցող, նշանակում է Ապոլինյան նաև իր պաշտոնավարումը։ 1. Ընդհանրապես Ապոլինյա պետություն, դա շատ վտանգավոր տեզ է։ Բայց եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ակնհայտ է, չէ՞ որ խիստ ցածր վարկանիշ ունեցող իշխանությունը, որը իր գոյությամբ բևեռացնում է հասարակությունը, չի կարող համազգային կոնսենսուսի առարկա հանդիսացող համանadrության հեղինակ դառնալ։ Այսինքն անիմաստ մտել է մի բանի տակ, որը ինքը չի անելու։ Ներքին մոտիվներ չկան, ես ընդհանրապես սա եմ ուզում ասել։ Կա արտաքին պարտադրանք նոր համանadrություն ընդունելու։ Այդ արտաքին պարտադրանքն էլ օրակարգ է բերել Նիկոլ Փաշինյանը։ Միանգամից Ադրբեջանի պահանջից հետո, երբ որ առաջի անգամ հնչեցրել են, ինքը շատ կոշտ պիտի համանadrության փոփոխության թեման օրակարգից աներ։ Ոչ թե նրանց այդ սակարկեր դա երբ անեն։ Հիմա ստացվում է, որ համանadrության հարցը նաև միջազգային հանրության աչքերում կապնվել է խաղաղության գործընթացի հետ։ Եվ եթե հայ ժողովուրդը ուտի ոչ էլ ասի բնականաբար, ոչ ասի համանadrությանը, ստացվելու է, որ Նիկոլ Փաշինյանը կողմ էր խաղաղությանը, Հայաստանը իր ժողովրդով դեմ արտահայտվեց, դրանից բխող շատ վտանգավոր հետևանքներ։ ՔՊԱ-կանների արդարացումը ո՞րն է։ Իրենք ինչ են ասում, ասում են ժողովուրդ, մենք հիմա Արցախի հետ կապված ունենք այնինչ ունենք։ Անկախության հռչակագրում հղում կա Արցախին, հղում կա հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչմանը հետամուտ լինելուն, ներկայիս Հայաստանը ռեալ չի համարում, որ կարող է այդ ամենին հետամուտ լինել։ Հետևաբար, եթե դա խանգարում է, դա դնում ենք մի կողմ, նոր համանadrություն ենք ունենում, որ գոնե ինչ-որ փաստաթուղթ Ալիևի հետ կարողանանք ստորագրել։ Եթե դա չենք անում, ավելի վատ վիճակում ենք հայտնվում։ Իրենք սա են ժողովրդին արել։ Տեսեք, նախ համանadrական դատարանը հենց իրենց լոյալ համանadrական դատարանը շատ գեղեցիկ իրավական տերմինաբանությամբ բացատրեց, որ Հայաստանի Հանրապետության ներկա համանadrության տեքստում որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ չկա։ Շատ գեղեցիկ, բավականին մեծ փաստաթղթով անցած տարի հրապարակեցին եւ սա բոլորի համար համոզիչ կարող է լինել նաեւ Ադրբեջանի։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է ՀԽՍ տարածքում, Արցախում հանրաքվե չի արվել։ Սա երկու։ Երրորդը որևէ նորմատիվ ակտ 91-ից հետո որևէ մեկը չի կարող հիշատակել Հայաստանի, որտեղ Լեռնային Ղարաբաղը ներառված է Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, այսինքն այդ բոլորը կեղծ պնդումներ են։ Իրականում Ադրբեջանը Ալիևը որոշել է այսպես կոչված Վերսալյան մեթոդով, հաշտության մեթոդով, այսպես կոչված, միջև էր ստորացնել Հայաստանին, ինչպես Գերմանիայի հետ վարվեցին, այդ Վերսալյան մոդելը դրա համար եմ ասում, միջև էր ստորացնել Հայաստանին, նրանից կորզել առավելագույնը։ Եթե անգամ համանadrության գլխագրում Նիկոլ Փաշինյանը նշի,
որ այսուհետ Հայաստանի որևէ իշխանություն առաջնորդվելու է Իլհամ Ալիևի ցուցումներով, դա Հայաստանը չի ազատելու հնարավոր նոր մարտահրավերներից։ Այսինքն Ադրբեջանը անդադ էլի կետեր է բերելու, էլի պահանջներ է դնելու։ Վերջը ո՞րն է։ Ո՞րն է այն կետը, որ այլևս չի դնելու այդ Նիկոլ պահանջները։ Փաշինյանը գիտակցաբար Հայաստանը տարել է անվերջ թվացող կապիտուլյացիայի շղթայի ուղղությամբ։ Հիմա տեսեք, այստեղ ԿՊԱ-ականները ձեզ հակադրվում են։ Ինչ ասել է կապիտուլյացիայի շղթա։ Բանակն ունենք, տարածքային կորուստ ունենք, բայց այո, մենք ընդունում ենք, որ ունենք, կբանակցենք, դուրս կգան ադրբեջանցիները, 29-700-ը պահելու մասին էլ պատրաստակամություն ենք հայտնում։ Ինչ կապիտուլյացիա։ Լավ, ես երկու դրույթ կասեմ, որը կապիտուլյացիայի դասական բաղադրիչներ են։ Առաջինը օտար երկրի թելադրանքով սահմանադրություն է փոխում, երկրորդը մի օտար պետություն որոշել է սահմանից այս կողմ դու որևէ երրորդ ուժի ներկայություն ապահովես թե ոչ։ Սրանից այն կողմ կապիտուլյացիան իրանք ինչպես են պատկերացնում։ Սա նույնիսկ ավելի վատ է, որտեղ քան կապիտուլյացիան, որտեղ սովորաբար պետությունների պարտությունները վերջանում են ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով, ճիշտ է։ Հիմա մեզ առաջարկում են մի հատ խաղաղության պայմանագիր, որը իրենք չեն էլ ուզում առայժմ ստորագրեն, որով զիջումները նոր սկսվում է, չի վերջանում։ Ասում է դա երկկողմանի է։ Եթե ես պարտավորվել եմ, որ Հայաստանի սահմանին երրորդ երկրի ռազմական ներկայություն չպետք է լինի, նույնը պայմանավորվել է նաև Ալիևը։ Սա էլ են իրենք որպես։ Դե լավ, եկեք ես ձեզ մի բան ասեմ։ Ալիևը միշտ բազմաթիվ ելույթներ կարող եմ նրա նշել, հպարտանում է, որ ինքը այնքան ուժեղ պետություն է, որի երրորդ երկրի աջակցության կարիք չունի։ Մինչդեռ Հայաստանը ունի։ Մինչդեռ Հայաստանը ինքն է կարիք ունեցել, որ ռուսական ռազմաբազա եւ տեղակայում լինի հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին, իսկ վերջերս էլ հենց նույն ԿՊԱ-ականները ասում էին, որ այդ ՀԱԿ-ը առաքելությունը մեր անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Իսկ Ադրբեջանը ինքը երրորդ ուժի կարիք չունի։ Բայց ինքը բլոկային երկիր էլ չի։ Պաշտոնապես հայտարարել է, որևէ ռազմաքաղաքական։ Հիմա գուցե դա են պարտադրում Հայաստանին, որ Հայաստանը դառնա ապա բլոկային պետություն։ Դուք հասցրեցիք դրան։ Շուտով այդ նախադեպը օգտագործելու է Թուրքիան։ Եվ ասելու է Հայաստանը պետք է դառնա ապա բլոկային դուրս բերում հայ-թուրքական սահմանից։ Դա կլինի հայ-թուրքական սահմանի բացման գինը։ Ինչու ոչ։ Մենք հիմա չգիտենք Թուրքիան ինչա պահանջում։ Հիմա Թուրքիան շատ հստակ ասում է, պետք է կատարես Ադրբեջանի բոլոր պայմանները, որից հետո ինչ-որ հարաբերություններ հնարավոր են։ Այսօր նույնիսկ Իլհամ Ալիևը ծաղրել է ինչ-որ ինտեգրացիոն պլանների մասին է խոսում ժուրնալիստների։ Ասում է ժուրնալիստները թող գան սահմանային։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի նախագահությունների օրոք նման բաներ եղել են, փոխայցեր։ Նույնիսկ падգամավորների մակարդակով են այցելել։ Նույնիսկ մեր ընկեր Արմեն Աշոտյանն է Բաքվում եղել, ուզում եմ հիշեցնել։ Իսկ այդ բաները միշտ եղել են, դա խաղաղության գործընթացի հետ ինչ կապ ունի։ Տեսեք, գալով Հայաստանը ոչ բլոկային պետություն դարձնելու պահանջին, պարոն Սուրենյան, 2018 թվականից հետո եկեք հիշենք, թե ինչ տեղի ունեցավ ՀԱՊ գլխավոր քարտուղարի հետ, ինչպես այս իշխանությունը նրան ետ կանչեց, կալանավորեց, ձերբակալեց այդ ամբողջ աղմուկը։ Հիմա ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները վերջերս ԱԳՆ-ն ասեց, այո, ՀԱՊԿ-ին գումար ենք, պարտ չենք էլ տալու այդ գումարը։ Այսինքն այս բոլորը, որ բերում շարում ենք իրար կողքի, ստացվում է Հայաստանի իշխանությունը դեռևս 2018 թվականից տոտիկ քայլել է այնպես, որ Հայաստանը դառնա ոչ բլոկային պետություն։ Հիմա վերջին շեշտերն ենք մենք տեսնում ուղղակի։ 2018-ը ես մի կերպ կարող էի համարել պսևդո հեղափոխական գյադայության դրսևորում։ Այդ ձևի տարեր էլ կային, որտեղ այդ նույն ամբարտավանություն անողը հետո վազում էր օդանավական Պուտինին ճանապարհելու միայն այն պատճառով, որ Պուտինը միջև օդանավական գնալ, օրինակ Քոչյանի տիկնոջ եւ որդու հետ էր հանդիպել, այսինքն վախ կար մեջը, գցնելու նաեւ բան կար, բայց 2021 թվականի դեկտեմբերից սկսած Հայաստանի գործող իշխանությունը միտումն է, որ հաշվե նկատ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու
ուղեկից է որտեղ։ Բայց հակադրվում է դա իրենց վարած տնտեսական քաղաքականության հետ։ Պարոն Սուրենյան, ինչպես կարող ես դու ուզենալ երկրի արտաքին կողմնորոշումը փոխել, բայց տնտեսապես խորանալ ինտեգրացիաները խորացնել Ռուսաստանի կազմում։ Ինքը չի խորացնում։ Դա ստացվում է այդպես, որովհետև որևէ բարեփոխում ինքը չի էլ իրականացել։ Եթե տնտեսության կառուցվածքը դու չես փոխում, ինքը պետք է Ռուսաստանից կախված լինի։ Ընդհանրապես արտաքին քաղաքական կուրսն ու տնտեսությունը արկածախնդիր իշխանությունների պարագայում հենց այս կոնտրաստի մեջ է լինում են։ Իր արտաքին քաղաքական կուրսը, որը հռչակված է դեպի արևմուտք մեզ տանելու, հա, Եվրամիություն։ Իրականում այդ կանգառին չի էլ հասնելու։ Մենք հայտնվելու ենք թուրք-ադրբեջանական ակցիանի մեջ։ Դուք չկարծեք Նիկոլ Փաշինյանը Արցախը զոհաբերել է, որտեղ խաղաղության պայմանագիր օր առաջ կնքելու ցանկություն ուներ։ Դա քայլ էր, որով նա տարածաշրջանում եւ Հայաստանի շուրջ թույլատնում է ռուսական ներկայությունը։ Գերնպատակը եղել է դա է, խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի հետ հաշտվելը, դրանից ածանցվել են։ Արցախցիների Արցախ վերադառնալը եւս չի թույլ տալու, որպեսզի ռուսները հանկարծ խաղաղապահի տեսքով նորից Արցախում չհայտնվեն։ Նախ դա իրական չի, Արցախ վերադարձի օրակարգ իրական չի այս պահին արդեն։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ այդ տրամաբանությամբ Հայաստանի արտգործնախարարությունը ճիշտ հայտարարություն է տարածել, ասելով, որ արցախցիների Արցախ վերադառնալու հարցը Հայաստանի արտգործնախարարությունը դուրս է դրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից։ Տեսեք, ես վերադարձի օրակարգը իրական չեմ համարում, որովհետև ստատուս քվո չի կարող փոխվել եւ բացի այդ աշխարհում չկա այսօր որևէ երկիր, որ մի քանի տասնյակ հազար արցախցիների շահերի պաշտպանության համար հակադրության մեջ մտնի Ադրբեջանի հետ, ու նաեւ Թուրքիայի հետ, բայց դա բացարձակապես իմ ասածը եւ այն համատեքստը, որում հնչել է ԱԳՆ հայտարարություն, նույնը չէ։ ԱԳՆ-ն ինչ անում։ ԱԳՆ-ն ըստ էության Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի օրակարգից դուրս բերելու պատասխանատվությունը բարդում է արցախցիների վրա։ Նա ասում է, որ Բրատիսլավայում եւ մեկ այդտեղ Սոֆիայում հանդիպման այ արցախցիների չգնացին, դրա համար եղավ այն ինչ եղավ։ Քիչ ամնում ասի բռնի տեղահանություն էլ չի եղել, ցույց նախ երկու տեղերում էլ Ադրբեջանի պատճառով են ձախողվել։ Այո, արցախցիները համաձայնել են գնալ։ Այո, հատկապես Սոֆիայում արցախցիները լրիվ պատրաստ են գնալու, բացի այդ թող ազնվություն ունենան, ասեն Արցախի հարցին չի է դուրս մնացել խաղաղության օրակարգից։ Բացարձակապես արցախցիները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կապ չունեն։ Արցախի հարցը դուրս է մնացել միջազգային օրակարգից, նաև խաղաղության պայմանագրից 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հետևանքով։ Պրահայի հետևանքով։ Այո, 100 անգամ ես եթերում ես այդ մասին խոսել եմ։ Երբ որ հակամարտության երկու կողմերից մեկը, տվյալ դեպքում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով այլևս կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ, այդ ի՞նչ տեղ գտնի պայմանագրում այլևս լուծված հարց է համարվում։ Այսինքն նոր քիչ առաջ ասացի, դա էլ ինքը արել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս բերելու քաղաքականության շրջանակներում խաղաղության պայմանագիր մնացած բաները ածանցել են։ Ինքը մտածված գնացել է Արցախի զոհաբերությանը ռուսական սապոկի տեղը տարածաշրջանից կտրելու համար։ Եվ դրանով նաև փաստի առաջ է կանգնեցել ռուսական կողմին, մենք հիշում ենք Վալդայի ակումբում Ռուսաստանի նախագահ Պուտինի ասածը, որ կարգավիճակի հարցը անկյունակարային հարց էր եւ Հայաստանի Հանրապետությունը ինքը հրաժարվեց Պրահայում դրանից։ Այո, տեսեք։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, ինչքան էլ ասենք, որ մեր համար անբարենպաստ է։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի հետ ոչ բարենպաստ փաստաթուղթը, որը պատերազմում մեր կրած պարտության հետևանք էր, ոչ թե մեր վզին փաթաթված ինչ-որ բան, չէր կանխորոշում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, ընդհակառակը, այնտեղ 4 պարամետրով Հայաստանի հետ համակային կապ, շփանկ գծի մասին հիշատակում, Լեռնային Ղարաբաղ բառի հիշատակում, ամրագրում են Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը։ Ռուսական պլանը կառուցված է հենց դրա վրա, որ
երկու ճանապարհի սկզբունքով, մեկը դասական միջանցք էր, Լաչինի միջանցքը, մյուսը այն ճանապարհն էր, որը պետք է անցներ Սյունիքով ռուսական վերահսկողության ներքո, եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բաց թողելով նոր ստատուս քվո էր ամրագրվում, որը երաշխավորելու էր թե Լեռնային Ղարաբաղի հայկականությունը եւ որը երաշխավորելու էր որոշակի իմաստով նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանը մտածված Հայաստանը դուրս է դրել նոյեմբերի 9-ի համատեքստից կամ ավելի ուղիղ ասենք Իլհամ Ալիևը հասկանալով որ գործ ունի նույնիսկ շաշկի չխաղացող այդ հմտությունները նույնիսկ չունեցող մի պատահականության հետ նրան տարավարացրեց արևմտյան հարթակներում հետո ինքը հրաժարվեց արևմտյան միջնորդներից արդյունքում Նիկոլ Փաշինյանի ձեռքով մենք ոչ միայն ռուսական միջնորդությունից հրաժարվեցինք այլ նաև արևմտյան միջնորդներից հրաժարվեցինք եւ Հայաստանը հայտնվեց թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ։ Աղբինի հայտարարությունը ձեր ասած ամենացինիկ հայտարարությունն է, որտեղ այնտեղ իրենց պատասխանատվությունը փորձում են գցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Իրենց քաղաքականության ձախողման պատասխանատվությունը գցում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Իդեպ հետո ասում են Ադրբեջանը այդ մարդկանց օգտագործումը Հայաստանի դեմ հոգ է ներգործում ինչ-որ միջոցներ է օգտագործում։ Այդ դուք էլ ձեր հայտարարություններով նվեր եք մատուցում Ադրբեջանի, որպեսզի դատավարության ընթացքում այս մարդկանց վրա բարդվի տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Ինչու է տաբու Հայաստանի բոլոր քաղաքացիների հարկերից ծնվող հանրային հեռուստաընկերության համար Բաքվի բանտերում տանջվող հայ գերիների հարցը, նույն ինքը հրահ-տնօրեն Տիգրան Հակոբյանն ասում է, իրենց համար էլ է մտահոգիչ, որ հանրայինը քիչ է անդրադառնում։ Մտահոգիչ է, կարծեմ կարգավորող մարմնի ղեկավարն է, չէ՞։ Տիգրան Հակոբյանը։ Այո։ Որի հետ նույնիսկ ճանապարհ եմ անցել ժամանակին, այսինքն անցած տարիների մասին է խոսքը, թող հրաժարական տա։ Որովհետև եթե ինչ-որ հեռուստաընկերություն լիցենզիոն ինչ-որ բանի չեղվում է, կարծեմ հենց այդ վերահսկող կամ տեսչական մարմիններն են, չէ՞։ Լիցենզիա զրկում են, այո։ Հա, բա ինչի հետևություններ չեն անում կամ ինչի պիտի լրագրողը հարց տա, նայել նման արձագանք տա։ Շատ པարզ բան կա, լավ, թողտեղ Տիգրան Հակոբյանը մեղմ ասած չմեղանա, տեղ հմեկի խնդիրի չի, բոլորս էլ հասկանում ենք։ Չեմ կարծում, հմեկին թույլ տային, հմեկն էլ չանդրադառներ։ Այսինքն իջեցված է քաղաքական պատկեր լռելու։ Մարդիկ խաղաղության պայմանագիր են բանակցում։ Այդ ծիրում այդ հարցը չեն բարձրացնում։ Ինչու պիտի հմեկը անդրադառնա։ Դուք լսել եք խաղաղության պայմանագրի շրջանակներում դուրս է դրված գերիների հարցը։ Դուրս է դրած։ Հիմա տեսեք, Ադրբեջանը ասում է օրինակի համար Մինսկի խումբը լուծարեք, որտեղ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, չէ։ Դա շատ լավ առիթ էր, օրինակ, որ Հայաստանի ԱԳՆ-ն կամ Նիկոլ Փաշինյանը ասեին, որ եղբայր լավ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ մենք քայլ կանենք, բայց պայման դնեին։ Ասեն չէ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետևանքով են առաջացել այդ ռազմագերիները։ Դե դեպքում դու էլ որպես այդ խնդրի հետևանք այդ մարդկանց ազատ արձակի, բայց իրանք հանդիպակաց որևէ պահանջ Ադրբեջանի չեն դնում։ Այս ամեն ինչը շատ նմանվում է խաղարիք ֆիլմ կա շատ ֆրանսիական կինոարտադրության ամենահանճարեղ ստեղծագործություններից մեկն է երգիծական ֆիլմ, որտեղ հիշում եք երևի, որ մի սեփականատեր իր վատ դաստիարակված որդու կապրիզները բավարարելու համար ամբողջ կոլեկտիվին պատանդ է դարձնում այդ իր որդու կապրիզները բավարարելու վերջում երբ որ այդ սեփականատերը կանչում է այդ իր կորպորացիայի տնօրենին եւ փորձում է ելից ստորակար շրաման տա արդյոք կատարվի թե չէ տնօրենին ասում է շալվարը իջացրու տնօրենը շալվարը իջացնում է Եվ սեփականատերը ասում է հիմա ես եմ մեղավոր, որ քեզ նման ստոր հանձնարարություն տվեցի, թե դու ես մեղավոր, որ ցանկացած բան կատարում ես։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը Ալիևի հետ հարաբերություններում Հայաստանը դրել է այդ շալվար իջացնող ստորակարշի կարգավիճակում։
Էսա մեր ողբերգությունը հիմա բռնել են սրա վրա են գցում, նրա վրա են գցում կամ այնքան ցինիկ են էկոնոմիկայի նախարարը չէ, փոխվարչապետը երկրի ասում է, այ որ վրանը գնա քանեք արցախցիներին ազատության հրապարակում։ Մեկ ամսով այդ 40,000 գումարած 10,000-ները կստանաք։ Բռնավ էսից ցինիզմ, այսինքն այդ թշնամական ինչ-որ կողմ կարա տես նախապայման դնի, դու էլ ստիպված անես, որովհետև ինչ-որ կարիքների մեջ ես։ Ալիևներ այդպես գնացեք սա արեք, որ ճանապարհը բացենք։ Գյումրու ընտրությունների արդյունքների մասին էլ խոսենք։ Ի վերջո, պարոն Սուրենյանց, ինչ եք կարծում ընտրությունների արդյունքներով եւ այն վերադասավորումով, որը ունենք։ Գյումրիում իրավիճակը հանդարտվում է, թե Գյումրիում ամեն ինչ նոր է սկսվելու։ Գյումրին երկու դրական բան ունի։ Դա էլ էր, որ ԿՊ-ն 50% գումարած մեկ չստացավ, ընդ որում դա տեղի չունեցավ, որովհետև նաև իմ ջանքերով քաղաքականացրեցինք մթնոլորտը Գյումրիում եւ այդ առումով ես դրական համարում եմ այդ արդյունքը։ Երկրորդն այն է, որ քաղաքացիները սկսեցին ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հավատը վերականգնել, ի դժբախտություն Նիկոլ Փաշինյանի եւ դա արդեն էլի դիմության բալանսում կարող են գնացել որպես հաջողություն։ Մնացած առումներով Գյումրին լավ մոդել չի, որովհետև Գյումրիում մեծ հաշվով հաղթել է իշխանությունը իր վարչական ռեսուրսով եւ երկու կլան։ Որոնց այդ կլաններն էլ իրancs մեջ ունեն խորը հակասություն, նույնիսկ արյունոտ անցյալ եւ այլն եւ այլն։ Հիմա սա լինելու է Գյումրու ամենաանկայուն եւ խոցելի իշխանությունը, կարճ նաև, որը կարճ մանդատով իշխանություն, որովհետև Գյումրում առաջատար դիրքեր զբաղեցրել է մեկը Վարդան Ղուկասյանի դեմքով, որը պայմանական ասած Գյումրու Ռոբերտ Քոչարյանն է, այսինքն ընդդիմադիր մյուս սեգմենտների նկատմամբ խիստ վերժողական եւ առհամարական վերաբերմունք ունի։ Տեսեք ինչի է նրա այս վարքագիծը խոցելի դարձնելու Գյումրու իշխանությունը։ Երևի Վարդան Ղուկասյանը չէր պատկերացնում, որ 13 տարի հետո նա այլ կառավարման համակարգ է վերադարձել որպես քաղաքապետ, երբ որ առաջին անգամ նա քաղաքապետ էր, այն ժամանակ կառավարման լրիվ այլ համակարգ էր, համայնքապետը շատ ուժեղ դերակատար էր, որովհետև ավականիով չեն ընտրվում, ուղղակի ընտրությամբ էր ընտրվում ավականին, ավելի շատ խորհրդակցական մարմնիկ։ Հիմա խորհրդանական մոդելի տրամաբանությունն է գործում։ Կախված է ավականու անդամներից։ Իհարկե, եթե դու չես հասել նրան, որ քո շուրջ կոալիցիա ձևավորվի, կայուն մեծամասնություն։ Իսկ մյուս 3 ուժերը, ինչպես տեսնում եք, դրան հակված չեն, բայց այդտեղ առաջին հերթին Վարդան Ղուկասյանը իր մեղքը պիտի տեսնի, որտեղ եթե դու կանգնում հայտարարում ես, որ նույնիսկ փոխքաղաքապետի պաշտոն չեմ զիջելու, կանգնում ես վարչության պետերը կտան, բայց փոխվարչապետը չէ։ Հետո ուղիղ եթերում առանց քննարկումների մեկին մշակույթի բաժին ես առաջարկում մյուսին եւ այլն, սա ընդդիմադիրներին կոնսոլիդացնելու լավ ճանապարհ չի։ Այսինքն երբ դուք ասում եք Վարդան Ղուկասյանը Գյումրու Ռոբերտ Քոչարյանն է, նկատի ունեք ընդդիմադիր դաշտում պառակտում է մտցնելու այդ համատեքստում։ Հա, այդ մշակույթը միշտ պառակտում է մտցնում, որովհետեւ եթե տեսեք նույն Ռոբերտ Քոչարյանը, երբ որ 2021 թվականին ասես կրելու եմ եւ տենց հավակնոտ բանով մտավ ընտրական պայքարի մեջ, դա մոտավորապես հավասարազոր էր ընդդիմադիր մյուս սեգմենտների նշանակությունը նսեմ հասնելու։ Բայց միևնույն ժամանակ եկեք հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանն օգտագործել է կոնսենսուս -1 ձևաչափը, -1-ը Նիկոլ Փաշինյանն էր։ Բայց ոչինչ չի արվել ավելի լայն ընդդիմադիր կոալիցիա ձևավորելու համար։ Ինչ պետք է արվեր օրինակ։ 2021-ին կարող էր շատ ավելի ճկուն մեխանիզմով, օրինակ, կարող էր ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, 3 նախագահները համախմբվեին, մի 4-րդ անխոցելի տեխնացու առաջարկեին միասնական ընդդիմության որպես առաջին համար, այդպես մասնակցեին ընտրություններին։ Կարող էր, չէ՞, հաղթող բանաձև լինել։ Եթե 3 նախագահները համախմբվեին 2020-ին։ Արդյոք այդ համախմբումը կախված էր հենց Ռոբերտ Քոչարյանից։ Բոլոր ակտիվ դերակատարների ես զրուցել եմ, բոլորի մոտ կարծիքը նույնն է։ Մերժումը եղել է Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Դա հայտնի փաստ է, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ մասին խոսել է։ Այն մի համախմբումն էլ, որ հետո վեհապարի մոտ գնացին, մյուս տարի 2022-23 թվականին, էլի մերժողները երկուսն էին։ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան։ Իսկ ես նոր բան չեմ ասում։
Այդ Սրա դեպքում մասին բազմաթիվ անգամներ գրվել է։ նույն դերակատարներն են հիմա նույն քաղաքական դաշտում։ Հիմա ինչ Վարդան ունեն։ Ղուկասյանը ոչինչ չարեց, որպեսզի կոալիցիա ձևավորվի, այսինքն ինքը դառնա փոքր մեծամասնության քաղաքապետ, հա, կոալիցիան այդ հիմա դրա նպատակով են անում։ Կոալիցիան ինքնանպատակ չի։ Որևէ քաղաքական ուժել հաճելի չի իշխանությունը կիսել, բայց եթե 50% գումարած մեկ չես ստացել, դու պարտավոր ես, որտեվ դու ես առաջինը, հա, քվեներով, պարտավոր ես քեզ մի քիչ նեղություն տալ, մյուսների ամբիցիաները մի քիչ բավարարել, որովհետեւ ավելի պինդ կոալիցիա ձևավորվի, 50% գումարած մեկ ձևավորվի, դա ինչի համար է, որպեսզի ԿՊ-ի թիրախավորումներից զերծ մնաս։ Այս դեպքում ինքը փոքրամասնության քաղաքապետ է, որտեղ մյուս 3 ուժերը միայն ԿՊ-ի հեռացնելու հարցում են իր այդ կոնսենսուսի եկել։ Այսինքն բյուջե հաստատել, ավականո Այո, աշխատանքը ամբողջ հարցական է։ Հայտնվելու է ԿՊ-ի թիրախում Վարդան Ղուկասյանը կամ ԿՊ-ի թակարդում։ Երկուսից մեկը, որը լավ վիճակ չի։ Ընդհանրապես, եթե Գյումրիի մասին շատ անկեղծ խոսում եք, իմ պատկերացումը սա է, ես շատ անկեղծ ասեմ։ Ես պատկերացնում եմ, որ այս հաճելի քվեարկության պատկերից հետո, որ այնքան էլ հաճելի չի քաղաքական իմաստով, արդեն ասացի կլաներն են գերակայել ընդդիմադիր սեգմենտում, բայց այնուամենայնիվ ԿՊ-ն, քանի որ 50% գումարած մեկ չէր հավաքել, դա բոլորիս համար հաճելի պատկերեր իրանք պիտի հավաքվեին 4 քաղաքական ուժերով, դասական կոալիցիա կազմեին եւ ցանկալի կլիներ որպեսզի Վարդան Ղուկասյանն եւ Մարտուն Գրիգորյանը կոնսենսուսի գային 3-րդ կամ 4-րդ տեխնացուի շուրջ։ Դա ավելի անխոցելի եւ ուժեղ քաղաքային իշխանություն կձևավորեր, որտեղ օրինակ ես չգիտեմ իշխանությունը վացի վարորդական իրավունքի ընկերս պատմությունից, ելի պիտի գտներ օրինակ Ռուբեն Մխիթարյանի վրա։ Հիմա Նիկոլ Փաշինյանենք որոշում են, որ Վարդան Ղուկասյանը պետք է հայտնվի ճաղերի հետևում, խոցելի կերպարի։ Ինչ են ունենում Գյումրիում։ Պաշտպաններից մեկը կլինի Վարդան Ղուկասյանի այդ պարագայում, որտեղ եթե ամենամեծ խուլիգանը երկրի Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության չի ենթարկվել, իսկ նա ազգային ժողովի ամբիոնից խոստանում էր 3 նախագահների դիակների մնացորդները հանել ծեփած պատերից, հիշում եք։ Եթե ազգային ժողովի ուխտազգի նախագահը բանը պատասխանատվության չի ենթարկվել, երբ որ շրթունքների լրագրողին քրեական ենթամշակույթին հիշեցնող արտահայտության Անդրանիկ Քոչարյանը պատասխանատվության չի ենթարկվել, բանը անիմաստ է, հիմա Վարդան Ղուկասյանին թող այդ առումով չթիրախավորեն։ Իսկ ես անկախ նրանից, որ Վարդան Ղուկասյանի քաղաքական տեսակի ինձ հարազատ չի, եթե նա ենթարկվի թիրախավորումների, ես թիրախավորումների պարագայում կզորակցեմ նրան, բայց Վարդան Ղուկասյանը ինքն է դրել իրան այդ պատմության մեջ։ Հիմա էլ ուշ չի, հիմա էլ ինքը կարող է նախաձեռնել այն 3 կուսակցություններին հավաքել, մանավանդ Մարտուն Գրիգորյանը շատ արժանապատիվ ու համարձակ քայլ արել։ Երբ ասած քվեները կտան, բայց Բա իհարկե, որովհետև Մարտուն Գրիգորյանի ընտրողների համար Վարդան Ղուկասյանը կարմիր գիծ էր։ Ինքը եթե կուզեք իր եսի վրա քայլելով գնաց այդ քայլին, Մարտուն Գրիգորյանի մասին է խոսքը։ Ինքը հիմա էլ ուշ չի, թող հավաքի կոալիցիա ձևավորի, հակառակ պարագայում ես 2 սցենար եմ կանխատեսում, կամ իրան թիրախավորելու են Վանաձորի մոդելով, որը ես անցանկալի սցենար եմ համարում, կամ ինքնատրվելու Վարդան Ղուկասյանը ամիսներ անց իր հեղափոխական անցյալը հիշելու գայթակղությանը։ Այսինքն համագործակցելու է ԿՊ-ի հետ։ Դե ասեցի, կամ թիրախում հայտնվելու, կամ թակարդում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Սուրեն Սուրենյանցն էր, այսքանը ցտեսություն։